between Armenia and Azerbaijan. Այսօր ավելի քան երբևէ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հնդկաստանում հայտարարում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իսկ Երևանում ՔՊԱ-ականների հետ փակ հանդիպումներում Նիկոլ Փաշինյանն ասում է, խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս։ Հրապարակ օրաթերթը հղումանելով իշխանական աղբյուրներին գրում է, թե Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ Ալիևը չի հրաժարվում ոչ Հայաստանի դեմ ներկայացրած միջազգային դատական հայցերից, ոչ էլ միջանցքի պահանջից։ Սրանք հենց ընդունել, որ իրենք հերու են խաղաղության պայմանագրի ստորագրելուց։ Իրենց ամբողջ քաղաքականությունը, իրենք կապացում են իրենց ամբողջ քաղաքականությունը ձախողվել է։ Հիմա ասենք խոսում են մենք ձեզ կբերենք խաղաղություն, որ ասեն խաղաղություն չկա, երբ իրենց 5 տարվանից 4-ը արդեն անցել է, նշանակում է դու ձախող ես, պետք է թողես գնաս։ Դրա համար մարդկանց երեսին թոզ են փչում, թե մենք խաղաղության ենք գնում։ Ադրբեջանի արտգործնախարարը Աստանայում նորից է հայտարարել, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան Հայաստանի սահմանադրությունում եւ որ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Երևանը շարունակում է զինվել։ Բայրամովին անհանգստացնում է նաև նրա բնութագրմամբ հայաստանյան ռևանշիզմը, որը խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է համարում Բաքուն։ Ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կապիտուլյացիայի թուղթ են ադրբեջանցիները դրել Փաշինյանի առջև 44-օրյա պատերազմից հետո, ասում է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Կա պատերազմ, որը վերջանում է որոշակի պայմաններով։ Կա կապիտուլյացիա անվերապահ։ Օրինակ Գերմանիան անվերապահ կապիտուլյացիայի գնաց եւ ասեց լավ, ես հիմա հանձնվում եմ, դուք որոշեք ինչ է լինելու։ Այստեղ անվերապահ կապիտուլյացիայի թուղթ է քննարկվում։ Լավ, որովհետեւ հիմա ես հանձնվեմ, Ալիևը պահանջում է դու հանձնվի, ես կորոշեմ։ Փաշինյանի հանձնվելու մի նոր դրսևորում էր ըստ Արթուր Խաչատրյանի միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը։ Կիրակոսյանը ըստ մամուլի հրապարակումների դեմ էր Ադրբեջանի դեմ ներկայացրած միջազգային հայցերը հետ կանչելուն։ Ինչքան սրանք զիջեն, այդքան նրանց ախորժակը մեծանալու է, խնդիրը ամբողջ հենց դրանում է։ Այս իշխանությունները ամեն ինչ արել են, բոլոր պահանջներին ենթարկվել են։ Հիմա հայցերը հետ քաշելու մասին են խոսում, ճիշտ նշեցիք։ Ադրբեջանի հետ պասերով խաղում են ռևանշիստական ուժերին, օրինակ դաշնակցության դեմ բռնաճնշումներ սկսելու մասին, չէ, պատահական չի Ալիևն ասում է հայկական ֆաշիստ, ինքը ֆաշիստ մեզ է համարում, Նիկոլ Փաշինյանը ՕՔՊ-ին չի համարում։ Ընդդիմադիր падգամավորը հիշեցնում է, ադրբեջանցիները արդեն բացահայտ Փաշինյանից պահանջում են արտահանձնել Արցախյան պատերազմի մասնակիցներին, ինչը մի քանի տարի առաջ անհնարին էր թվում։ Պահանջելու են Ռոբերտ Քոչյանին հանձնել, Սեյրան Օհանյանին հանձնել, Հրանտ Մարգարյանին հանձնել, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են պատերազմին հանձնել։ Իհարկե Փաշինյանը մեծ ուրախությամբ կհանձներ իմ նշած անձանց։ Ինձ էլ հետը մեծ ուրախությամբ կհանձներ, բայց ինքը հասկանում է, որ այդ ցանկը ավելի է ընդլայնվելու։ Չմոռանանք, թե ՔՊԱ-ականները ում էին հորոսացնում, թե նախքան պատերազմը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այնպես որ սրանց քաղաքականությունը իշխանությունների ձախողումների մի երկար շղթա է, որը պետք է կտրել։ Այս ֆոնին Էրդողան-Ալիև զույգը շարունակում է ակտիվ քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Թուրքիայի կառավարության նախարարների կաբինետի նիստից հետո Էրդողանն ասել է, թե իր եղբոր Ալիևի հետ քննարկել են շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։ Անկասկած Ալիևը եւ Էրդողանը ճնշում են բանաստուն Փաշինյանի վրա, որպեսզի կորզեն իրենց համար ցանկալի ամեն ինչ։ Իսկ ինչն է իրենց համար ցանկալի, շատ առանձնական է։ Ամեն զիջումից հետո սրանց ցանկը ավելի լայնանում է։ Բաքվի ու Անկարայի համար այսօր թիվ 1 հարցը ըստ Արթուր Խաչատրյանի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, ինչը ըստ էության ՔՊԱ-ականների հետ փակ հանդիպումներում խոստովանել է նաև Փաշինյանը։ Ինքը փորձում է ժողովրդին խաբել, ասել, այո, թող անխոչնդոտ ադրբեջանցիները Հայաստանով անցնեն, մենք էլ Նախիջևանով կանցնենք, Մեղրիից Երևան կհասնենք, ենթադրենք 3 ժամվա ընթացքում, ճանապարհները կբացվեն։ Ձախող մարդը, ով որ ձախողել է թե պատերազմը, թե բանակցությունները, պետք է հեռանա։
Պատերազմում ձախողված բանակցությունները տապալած Փաշինյանի փոխարեն ըստ ընդդիմության իշխանության պետք է գան ուժեր, որոնք միջազգային հանրությունից կկարողանան գոնե խոստումներ ստանալ թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիան կանխելու համար եւ դրանից հետո հնարավոր կլինի խոսել տարածաշրջանում իրական խաղաղության մասին։ Ադրբեջանը միակողմանի հրամաններ է իջեցնում, սրանք գլխիկոր այդ հրամանները ենթարկվում են։ Կարնե Մանգասարյան, Նորաշար Բաթյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։